Հակակոռուպցիոն դատարանը քննում է ազգային բարերար Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի տնային կալանքի երկարաձգման միջնորդությունը։ Ըստ Արմլուր լրատվականի քննչական խմբի ղեկավար Սպարտակ Պողոսյանը արդեն միջնորդել է Սամվել Կարապետյանի կալանքը 1 ամսով երկարաձգելու վերաբերյալ։ Դատարանի բակում րոպե առ րոպե ավելանում է Կարապետյանի աջակիցների թիվը։ Սրան զուգահեռ ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է տեղակայել դատարանի տարածքում։ Այսօր վաղ առավոտից Երևանի տարբեր հատվածներում ազգային բարերար Սամվել Կարապետյանի աջակիցները ակցիաներ են իրականացրել։ Հայաստանի կառավարության շենքի դիմաց հավաքված աջակիցները Փաշինյանին հեռախոս են նվիրել։ Շարժման խորհրդի անդամ Արթուր Միքայելյանի խոսքով նվերի նպատակն այն է, որ Փաշինյանը վերջին անգամ դուրս գա ուղիղ եթեր ու հայտարարի, որ այսուհետ երկրում գերիշխելու է օրենքը։ Ես այս հեռախոսը կթողեմ այստեղ, փոխանցեք խնդրում եմ վարչապետին Հայաստանի Հանրապետության։ Ակցիաները շարունակվել են նաև քննչական կոմիտեի դիմաց։ Ազատություն Սամվել Կարապետյանին։ Շարժման խորհրդի անդամ Շիրազ Մանուկյանի պնդմամբ իշխանությունը փորձում է իր ձեռքում պահել պետական բոլոր ինստիտուտները սեփական շահերի համար, մինչդեռ Սամվել Կարապետյանը իր գործունեությամբ ապացուցել է, որ մշտապես եղել է ժողովրդի ու պետության կողքին։ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է իր աթոռոպալ մի բարձ պատճառով։ Եթե իրենք միայն տենչում են իշխանություն, ցանկանում են միայն կարճած մնալ այդ աթոռին, բոլոր լծակները կիրառում են այդտեղ։ Եթե այսօր Սամվել Կարապետյանը գտնվում է անազատության մեջ, ուրեմն այսօր այստեղ ժողովրդավարության մասին անգամ չեն կարող խոսել, արդարադատության մասին էլ չեն կարող խոսել։ Քննչական կոմիտեն արդարադատության մեկ ինստիտուտներից մեկն է։ Եվ ինչ է լինում, որ այս պարագայում քննչական կոմիտեն պիտի ազատագրվի։ Գլխավոր դատախազության շենքի մոտ եւս ազգային բարերարի աջակիցները հավաքվել են։ Շարժման խորհրդի անդամ Գառնիկ Դավթյանի խոսքով, սա վերջին խրամատն է, վերջին պաշտպանական գիծը, որից հետո չենք ունենալու Հայաստանի այն պատկերը, որը հիմա կա։ Սամվել Կարապետյանը պետք է գտնվի ազատության մեջ, եւ եթե մի քիչ ավելի ժողովրդավարական խոսքով ասեմ, այդքան տղայք բաց թողեք։ Տեսնենք ընտրություններով կարա հաղթեք, թե չէ։ Թե չէ կալանավորելով մարդու շատ հեշտ է, էլի ասենք, որ դուք ըստ էության մենք պայքարում ենք մեր ինքնիշխանության, չգիտեմ, այնտեղ մեր անկախության համար։ Հայաստանը Հանրապետությունը վերջին մի քանի տարում զերծել է եւ ինքնիշխանությունը եւ առհասարակ մեր անկախությունը։ Մենք շատ լավ Քննչական կոմիտեն այսօր կրկին փորձել է տապալել Գերագույն հոգևոր խորհրդի նիստը։ Փաստինֆոյի տեղեկություններով վաղ առավոտյան խորհրդի հոգևորական անդամներին են կանչել հարցաքննության անհետաձգելի քննչական գործողությունների անվան տակ, սակայն հոգևորականները հրաժարվել են գնալ հարցաքննության եւ նիստը կայացել է։ Ըստ հոգևոր հայրերի ՔԿ-ն պարտավոր է ծանոթագիր ուղարկել, բայց միայն հարցաքննության կանչելուց հետո է ծանոթագրերի մի մասը էլեկտրոնային տարբերակով ուղարկվել։ Երեկ եւս Գերագույն հոգևոր խորհրդի նիստը չէր կայացել, քանի որ քննչական կոմիտեն աշխարհիկ անդամներին էր հրատապության կարգով հրավիրել ՔԿ։ Հարևան Վրաստանի Կուրզբեկի գյուղում սողանքի հետևանքով 10 տուն ամբողջությամբ ավերվել է, բազմաթիվ շինություններ վնասվել են, տուժածների մասին դեռևս տեղեկություն չկա։ Անվտանգության նկատառումներից ելնելով աղետի գոտուց արդեն տարհանվել է 38 ընտանիք։ Երկրի իշխանությունը գյուղի բնակիչներին հորդորել է սահմանափակել տեղաշարժը։ Բեյրութի Բուրջ Համուդ հայաբնակ թաղամասի հարակից շրջանին հասցված իսրայելական հարվածի հետևանքով հայեր չեն տուժել։ Armenpress-ին հայտնել է Բեյրութի հայկական ազդակ թերթի գլխավոր խմբագիրը։ Բարեբախտաբար լիբանանահայերի շրջանում զոհեր եւ վիրավորներ չկան։ Հարվածից տուժած բնակարանում նույնպես հայեր չեն եղել։ Շրջանառվող տեղեկության համաձայն իսրայելական կողմը թիրախավորել է այն բնակարանը, որտեղ բնակվում էր Հեզբոլահի անդամներից մեկը, ով հատուկ նշանակություն ուներ Իսրայելի համար, ասել է նա։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեծ յոթնյակի երկրների ղեկավարների հետ հեռախոսով խոսելիս հայտարարել է, որ Իրանն արդեն հանձնվելու շեմին է։ Ըստ Axios պարբերականի Թրամփն իր գործողությունները որակել է որպես քաղցկեղային ուռուցքից ազատում, որը սպառնում էր բոլորին։ Նա ենթադրել է, որ Թեհրանում այլևս չկան պաշտոնյաներ, որոնք ի վիճակի են կապիտուլյացիայի որոշում կայացնել, քանի որ պարզ չէ, թե ով է իրականում ղեկավարում երկիրը։ Նա նաև բացահայտ ծաղրել է Իրանի նոր հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեիին, նրան անվանելով թուրամորթ։
G7-ի առաջնորդները սակայն լուրջ մտահոգված են պատերազմի տնտեսական հետևանքների համար։ Նրանք Թրամփին կոչ են արել հնարավորինս շուտ ավարտել ռազմական գործողություններն ու ապահովել Հորմուզի նեղուցի անվտանգությունը առևտրային նավերի տեղաշարժը վերականգնելու համար։ Չնայած Թրամփը նշել է, որ իրավիճակը նեղուցում բարելավվում է, նա խուսափողական է եղել պատերազմի ավարտի հստակ ժամկետների հարցում։ ԱՄՆ նախագահը շեշտել է, որ իր նպատակն է հարցը վերջնականապես լուծել, որպեսզի 5 տարի անց ստիպված չլինեն նոր պատերազմ սկսել Իրանի դեմ։ אנחנו קודשים את משטר הטרור באיראן. Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն պատերազմի սկզբից ի վեր իր առաջին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ իսրայելական ուժերը իր խոսքով ջախջախում են Իրանի ռեժիմն ու Հեզբոլլա խմբավորումը։ Ըստ նրա, Իսրայելի գործողությունների նպատակն է, որ իրանցիները կարողանան հեռացնել դաժան բռնակալ ռեժիմին, որը ճնշում է երկիրը գրեթե կես դար։ והשינוי הדרמטי הזה Զուգահեռաբար Իսրայելի պաշտպանության բանակը լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Բեյրութում, Բեկկա հովտում եւ Լիբանանի հարավային շրջաններում գտնվող Հեզբոլլայի պահեստներին եւ ֆինանսական կառույցներին։ Թիրախավորվել են Ալ-Քարդա Ալ-Հասան ասոցիացիայի օբյեկտները, որոնք համարվում են խմբավորման ֆինանսական հենասյունը։ Իրավիճակը սակայն կարծես թե Նեթանյահուի ներկայացրածի պես չէ։ Թեհրանում տեղի են ունեցել բազմամարդ երթեր ի պաշտպանություն Իրանի գործող իշխանությունների։ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Դարիջանին դիմել է Դոնալդ Թրամփին, նշելով, որ ԱՄՆ-ի ճնշումները միայն ամրապնդում են իրանցի ժողովրդի կամքը։ Երթի ընթացքում սիոնիստական ռեժիմի հարձակումները Լարիջանին որակել է որպես հակառակորդի հուսահատության նշան։ Չինաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Պեկինը $200,000 մարդասիրական օգնություն կհատկացնի Իրանի Մինաբ քաղաքի դպրոցի վրա հարձակման հետևանքով զոհված աշակերտների ընտանիքներին։ Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալասը Financial Times-ին տված հարցազրույցում տվել է վերջին տարիների ամենակոշտ գնահատականներից մեկը, պնդելով, որ Միացյալ Նահանգները բացահայտ նպատակ ունի պառակտել Եվրոպան։ Ըստ նրա, Վաշինգտոնի ներկայիս մոտեցումները հիշեցնում են Եվրամիության հակառակորդների մարտավարությունը։ Այս լարվածությունը նոր թափ է ստացել այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես սկսել է առևտրային նոր հետաքննություններ ոչ միայն Միության, այլև Չինաստանի, Հնդկաստանի, Ճապոնիայի եւ Մեքսիկայի դեմ։ Թեև ԱՄՆ գերագույն դատարանը նախորդ ամիս չեղարկել էր Թրամփի ծրագրի մի մասը, սակայն նոր հետաքննությունները հիմք են մինչև այս տարվա ամառ նոր մաքսատուրքեր սահմանելու համար։ Կալասը հորդորել է եվրոպական երկրներին չփորձել առանձին բանակցել Թրամփի հետ, քանի որ Միացյալ Նահանգները չի թաքցնում իր բացասական վերաբերմունքը Եվրամիության հանդեպ։ Միայն միասնական լինելու դեպքում Եվրոպան կարող է պահպանել իր կշիռը որպես հավասարազոր ուժ, շեշտել է նա։ Այնուամենայնիվ, Կալասը խոստովանել է, որ Եվրամիությունը դեռևս ստիպված է զենք եւ տեխնիկա գնել Ամերիկայից, քանի որ սեփական ռազմական կարողությունները բավարար չեն։ Նա շեշտել է, որ Եվրոպան պետք է արագացնի ներդրումները սեփական պաշտպանական արդյունաբերության մեջ ԱՄՆ-ից ունեցած կախվածությունը նվազեցնելու համար։